Կերամա մարացին, մնալով հավատարիմ ավանդույթներին, շարունակում է շրջագայել աշխարհով։ Այս անգամ մեր հանգրվանը 7 թմբի վրա գտնվող Հռոմն է, հռոմեական հավաքածու։ Դիզայներների խումբը ստեղծել է իսկական գեղագիտական հաճույք պատճառող հավաքածու։ Համեցեք տեսնել եւ կատարել ժամանակի թելադրած ընտրություն։ Կերամա մարացի։ Այս տարի բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Եկել ես ինձ դիմավորես, մամ, չէ ավետիսի հետ էի խոսում, այգում էր, իր սիրելի վայրերից մեկն է, չէ, դե մարդը հանգստանում է, էլի, բնության գրկում։ Մա? Ես ինչ անսպասելի այցելություններ։ Հա, մոտակայքում գործ ունեի, ասեցի մտնեմ տեսնեմ ոնց եք։ Շատ ճիշտ ես արել, ապրես, որ Մարիկիդ մասին չես մոռանում։ Դե լավ, դուք բարձրացեք, ես մի հատ մոտենամ ավետիսի մոտ, լավ։ Լավ։ Ես անում ստեղ։ Իմանայիս հենց կզարմանաս մի քիչ զգուշ կհայտնվեի լեսադաշտումը։ Ասկիրից չեմ ավատում։ Լավ ես։ Ոնց տեսնում ես, շատ լավ եմ։ Ասում են քաղաքում չէի։ Ոչ, ինֆորմացիայի աղբյուրները սխալ են աշխատում, ես միշտ էլ քաղաքում եմ եղել։ Շատ ես փոխվել, հələ մի հատ հələ նայեմ։ Ես ես էլ նարեկ, էշ, սովոր էի նայում։ Ես նույն աննորմալն ես մնացել, գիտես։ Էդի է, չէ, ծաղը գիտեն։ Գարբատովը մագիլի իսպրավիտ։ Ես դու ջրի հետ կռիվ էիր տալիս, ջղայնացած ես։ Ես, ջղայնանամ, ջողակի պարապում է, որ ֆորմի մեջ մնայի։ Լսել եմ նշանվել ես։ Ճիշտ ես լսել։ Հրանել ես իմ խոստումները տվել ինչ-որ ինձ։ Վայ, Լիկա, վայ։ Ուրիշները շնորհավորում են ոտենում, իսկ դու։ Ես ասում եմ Աստված համբերություն տա նրան, որ քեզ դիմանա։ Սեփական փորձից եմ ասում։ Քանիսն էին ինձնից հետո կռիվ տալիս կողքիդ հայտնվելու համար։ Իրենը, Վիկուլը, Մանեն։ Կարող է խանդում ես։ Ես խանդեմ, ինչի համար։ Մեկը չես ամուսնանալու։ Որ ճիշտ ասեմ, ես էլ չեմ հավատում։ Խելար։ Կոֆե կխմես։ Հա, դեմ չեմ։ Գնանք սրճարան։ Արի, սա փոխենք գամ։ Հավատես։ Մաման ասաց, որ զրուցում էիք։ Հա, զրուցում էինք։
Եվ ինչ էր ասում։ Չգիտեմ, ոնց որ որոշել էր հետս անկեղծ լինել։ Հատկապես որ հարցում։ Տարբեր։ Բայց մեր ընտանեկան խնդիրները ես ավելի կնախընտրեի, որ մենք երկուսով խոսեինք։ Չնայած լավ հասկանում եմ, որ մայր ու աղջիկ կարայիք անկեղծ լինեիք իրար հետ։ Մի րոպե չհասկացա։ Կբացատրես, թե ինչ է ասել։ Հիմնականում ոչինչ։ Մորդ կարծիքով դու այն միջոցները չունես, ինչը որ կվայելեր Ավետիսի կնոջը։ Ավետիս, խնդրում եմ, մամայի ասածներին պետք չի ուշադրություն դարձնել։ Կարծում եմ դու գիտես, որ ես քեզ հետ դրա համար չեմ ամուսնացել։ Եթե նա նման կերպ ավարվել, չի նշանակում, որ ես էլ եմ նման կերպ վարվում։ Ես քեզ խնդրում եմ մամայի ասածներին ուշադրություն մի դարձրու։ Ես էլ եմ այդպես կարծում։ Արի պայմանավորվենք, որ սրանից հետո մամայի ասածներին կարևորություն ընդհանրապես չենք տա։ Բայց մի ուրիշ հարց էր մորդ տանջում։ Ինչ հարց։ Այդ Հասմիկի հետ է կապված։ Հասմիկի։ Դու շատ լավ գիտես, թե Հասմիկը ով է եղել իմ երեխաների համար։ Իհարկե գիտեմ։ Նա իմ երեխաներին մոր նման է պահել մեծացրել։ Այնպես որ այս տանը շատ իրավունքներ ունի ու այդպես էլ շարունակվելու է։ Հասկանում եմ, երևի ուղղակի մաման ուզում էր ասել, որ Ես չէի ուզի ուրիշ բան լսել։ Ասեցի այն, ինչ որ պետք է, որ դու վաղուց իմանայիր։ Ու երևի մայրդ նույնպես։ Բարև ձեզ երիտասարդ։ Ձեր կողքը ազատ է։ Իհարկե, նստեք ձյոց Հասմիկ։ Ինչ է իրանում, Վարդան ջան։ Առանձնապես ոչ իման, ուղղակի մտքերով էի։ Իսկ ինչի մասին ես մտածում։ Ապագայիս։ Մտածում լավ, մինչև ուր պիտի սենց գնամ։ Գիտես մինչև ուր կգնաս։ Մինչև այն կետը, որը որ քեզ տրված է ճակատագրով, որովհետև ճակատագրից երբեք չես փախչի։ Ես էլ եմ այդպես մտածում։ Ինքդ քեզնից կփախչես, բայց ճակատագրից չես փախչի։ Դու հիմա ժպտում ես։ Փորձում ես ուրախ երևալ, բայց ես զգում եմ, որ սիրտդ ու հոգիդ տխուր են։ Չեմ խաբի, տենց էլ կա իրականում։ Չգիտեմ, մեկ մտածում եմ, ոնց անեմ, որ կյանքս գլխի վայր շուրջ տամ, որտեղ հոգնել եմ, զզվել եմ այս կյանքից։ Իսկ դուք ինչ կարծիք եք։ Ես երիտասարդ ես, համարձակությունդ կների Վարդան ջան, ես ողջունում եմ։ Գիտես, երբեմն հիասթափությունը, հետ նահանջելը, չպայքարելը, ոչինչ չեն տալիս բացի հոգուտ վրա ծանր հետքից, բացի հիասթափվելուց։ Երբեմն կարելի է ճիշտ ճանապարհը գտնել, ճակատագիրդ փոխելու, ուղղակի պիտի կարողանաս ճիշտ ճանապարհը գտնես Վարդան ջան։ Դու ինչ ես որոշել անել։ Չգիտեմ, մտածում երևի գնամ Ռուսաստան քեռու մոտ աշխատեմ։ Թե հեռակա եմ սովորում, դասերը չի խանգարի։ Քննություններն ա, քննությունների ժամանակ էլ կգամ կգնամ։ Մարդ ես, մեկ էլ տեսալ իմ բախտն է բերեց, ես էլ հարստացա, գործես լավ եղավ, ընդեղ էլ կմնամ, չեմ գայել հետ։ Վարդան, այդ կյանքը փոխել չի։ Այդ ինքդ քեզնից փախչել է։ Ճիշտ է։ Չեմ հակառակվի ձեզ, բայց կոնկրետ հիմա այս պահին միակ փրկությունս դա կլինի։ Մենք այնքան ենք քեզ հոգնեցրել, որ ուզում ես մեզանից գնաս։ Չէ։ Ես ինքս եմ հոգնել։ Լողացրել եք։ Լավ, դե չմոռանաք, հա, ուտելուց հետո վիտամինները տալ։ Ես շուտով կգամ։ Թորնիկս ոնց էր։ Կարևորը չէր լացում։ Տրամադրությունը բավականին բարձր էր, կչկչոցը լսվում էր։
Ես քեզ քանի անգամ եմ ասել, եթե ուզում ես այս տանը մնալ, ինձ ու այս ընտանիքի անդամներին հանգիստ թող։ Ինչի՞ ես գնացել Ավետիսի մոտ նման բաներ ասել։ Լսեցիր։ Տեսնում ես, չէ՞։ Ու ամեն անգամ նույն պատմությունը։ Ամեն հարմար առիթով հետս կռիվ անում։ Ես ոնց որ այս տան տնվորը լինեմ։ Ինչ է եղել էլի։ Ոչ մի բան։ Ուղղակի մամային փողից բացի ոչ մի բան չի հետաքրքրում։ Նոր քո փոխարեն ես Ավետիսի մոտ ամոթից կարմրեցի։ Գնացել է ասելա, որ ես իբր իմ կյանքի պայմաններից դժգոհ եմ։ Ասենք թե ես ոչինչ չեմ ասել։ Բայց մի հատ դու ինքդ հա մտածի։ Ինչ հար է Ավետիսը քեզ համար։ Ոչ մի բան։ Ոչ մի սեփականություն չունես։ Հաշվե համարիդ վրա ոչ մի կոպեկ փող չկա։ Նույնիսկ մեքենա չի առել։ Մամա, Ավետիսը իմ ամուսինն է, ոչ թե իմ դրամաբանակը։ Նելի այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է։ Իհարկե Աստված չանի, բայց մենք հո չգիտենք քո ամուսնությունը ինչքան կտևի։ Մամ, ինչ ես խոսում։ Էլ եմ կրկնում։ Այս կյանքը անկախատեսելի է։ Ու դա ձեզ երկուսիդ է վերաբերվում։ Մարդ միշտ էլ պետք է խնայողություններ ունենա։ Դու երևի քեզ նկատի ունես, չէ՞։ Դու հասկացի, որ սա մեր կյանքն է։ Մամ ջան, ինչ կլինի, արի մի որոշ ժամանակ էլ մեր տանը մնա, հա։ Երեխայի հետ կզբաղվես, կպահես։ Մանե ջան, դու հանգիստ եղի։ Ամեն ինչ նորմալ է։ Նելին շատ լավ գիտի, թե ես ինչի եմ այս տանը մնում։ Գիտեմ, հապա ոնց, չգիտեմ։ Դու ասա տեսնեմ ինչ ես ասել Հասմիկի մասին։ Ընդհանրապես ասել եմ, որ Հասմիկի իրավունքները այս տանը պետքա սահմանափակել։ Որ երեխաները արդեն մեծացել են ու մորքուրի կարիք էլ չունեն։ Ինքն էլ ջահել սիրուն կին է, թող գնա ամուսնանա էլի։ Մամ, հերիք է, հա։ Դե դա իբր պատրվակ եմ ասել։ Բայց իրականում դու չես տեսնում, թե չես ուզում տեսնել, որ քանի Հասմիկը այս տանն է, դու միշտ էլ երկրորդական ես լինելու։ Ման վերջացրու։ Դու շատ լավ գիտես, թե Հասմիկը ով է այս ընտանիքի համար։ Ու ես նման բաներ անելու իրավունք չունեմ։ Լավ հիշի։ Քանի Հասմիկը այս տանն է ապրում, դու միշտ էլ երկրորդական ես լինելու։ Իսկ եթե ուզում ես ամուսնուդ ուշադրության կենտրոնում դու լինես, շատ արագ պետք է Հասմիկից ազատվես։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ կամ Ավետիսը երեխաներից է խոսում, կամ Նարեկից։ Ճիշտ չեմ ասում։ Հետաքրքիր է, այսքան եկել եմ, քեզ ոչ մի անգամ չեմ տեսել։ Ես հիմնականում երեկոներն եմ լինում, երևի դրա համար էլ չենք հանդիպել։ Երևի։ Այսօր գործով եկա, պատահական մեկին պետք է տեսնեի։ Ինչ-որ տեղ ես շտապում։ Գործերն եմ պիտի գնամ։ Ես էլ եմ դուրս գալիս, միասին գնանք։ Արի։ Ավտոյով ես։ Չէ, այսօր ոտքով եմ։ Տանեմ քեզ տուն։ Լավ։ Արի։ Իհարկե տուն։ Նույն շենքում եք ապրում էլի։ Պատկերացրու։ Գիտեմ, այն ժամանակ դժգոհում էիր, ասում էիր, քաղաքի կենտրոնում չենք մնում, բայց դե ինչ արած, էտա։ Էտա, բա ինչ է։ Արդեն ըստ էլս մեքենան պիտի հասնենք աշխարհի ծերը։ Ալո։ Նար, որտեղ ես։ Զարից եմ դուրս եկել, հիմա էլ գնում եմ համալսարան։ Բայց դու այսօր դասի չէիր։
Հա չունեմ, բայց դասախոսի հետ պիտի հանդիպեմ, պայմանավորված եմ քննությունների հետ կապված հարցեր կա ճիշտ է։ Լավ, պարզա, դե ես սպասում եմ, գնում եմ տուն արդեն, կգաս։ Մայուշ հետո օֆիս եմ գնալու, կարող է ուշանալ։ Հա, հասկացա, բայց ինչքան էլ ուշ լինի կգաս, չէ։ Հա, անպայման կգամ։ Լավ։ Այո։ Ալո, պարոն Ավետիս։ Հա, սա Արմեն։ Քիչ առաջ զանգահարեցին նախարարությունից, ասացին, որ իմ առաջարկած ծրագիրը հաղթել է։ Իրոք։ Շատ լավ լուր է Արմեն։ Ահա, ասացին, որ մյուս շաբաթ կհանդիպենք մանրամասները քննարկելու համար։ Ապրես շատ ուրախ եմ քեզ համար։ Դա մեծ հաջողություն է նաև մեր կազմակերպության համար։ Դե, ձեր շնորհիվ իհարկե։ Նաև քո աշխատասիրության շնորհիվ։ Լավ, ասացի մի անգամից զանգահարեմ ձեզ պատմեմ։ Շատ լավ արեցիր։ Տրամադրությունս բարձրացավ։ Ապրես։ Դե ուրեմն երեկոյան կհանդիպենք մանրամասները քննարկելու։ Իհարկե։ Միտեղ կգնանք, համեր կնշենք։ Լավ, շատ լավ։ Ես քեզ հետո կզանգեմ ու կասեմ երբ որտեղ։ Եղավ, հասկացա։ Արմեն, կրկին շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ, շատ։ Հա Արմեն։ Քեզ մաղարիչ ունեմ անելու, գուշակի ինչ ա եղել։ Չլինի նախարարությունը հաստատել է ծրագիրդ։ Այո։ Շնորհավորում եմ։ Քեզ շատ եմ սիրում։ Ես չէի պատկերացնում, մանե շատ երկար ենք սպասել սրան, բայց վերջապես հաստատեցին, պատկերացնում ես մանե, հաստատեցին։ Պատկերացնում եմ։ Ման բա մեզ չես ասում ինչ ա եղել։ Մի րոպե Արմեն։ Նախարարությունը հաստատել է Արմենի ծրագիրը։ Շատ լավ է, դե շնորհավորի։ Իմ կողմից էլ։ Արմեն, մամանուներին շնորհավորում եմ։ Իսկ Ավետիսին ասել ես։ Հա, ինձ առաջինը իրան եմ ասել, շատ ուրախացավ։ Դե բնական է որ կուրախանար։ Երեկոյան էլ բոլորս միասին գնալու ենք նշելու։ Հա, ճիշտ ես։ Կարելի է նշել։ Լավ, ես հիմա գործեր ունեմ, հետո կզանգահարեմ։ Լավ։ Դե առայժմ։ Ես գիտեի որ կլինի։ Գիշեր ցերեկ աշխատում էր Արմենը, չէր հանգստանում։ Շատ լավ որ ստացվեց։ Ավետիսին ասել էր։ Հա, ասել էր։ Շատ է ուրախացել։ Երեկոյան նշելու ենք։ Իհարկե կուրախանար։ Իրա ֆիրմայի օգուտն է, չէ՞։ Այդ կառավարական ծրագրի շնորհիվ մեծ գումարներ կաշխատի։ Ճիշտ եմ ասում, չէ՞ն էլի։ Ինչպես միշտ մամ, դու միշտ ճիշտ ես։ Դե ուրեմն ամուսինը Արմենի աշխատավարձն ու պաշտոնը պետք է բարձրացնի։ Մամ լավ էլի։ Հիմա դրա ժամանակը չի։ Կարևորը որ նախարարությունը հաստատել է ծրագիրը։ Դե ես կարծում եմ, որ Ավետիսը պետք է Արմենին ֆիրմայի բաժնետոմսերից գոնե մի մասը տա։ Մամ, Ավետիսի մոտ էլ նման բան չասես։ Անհարմար է։ Եթե ամուսինդ էլ քո նման մտածի, ուրեմն դուք կորած եք։ Իսկ իմ ասածների մասին Արմենին պետք է հուշել։ Մամ ջան, քո ասածները այս ամեն ինչ հետ ընդհանրապես կապ չունի։ Ես չեմ հասկանում դուք երկու քույր ոնց եք անում, որ չեք կարողանում կարևորը անկարևորից տարբերել ու ճիշտ որոշումներ կայացնել։ Իսկ երբ ես ձեզ հուշում եմ, դա ձեզ չգիտես ինչի դուր չի գալի։ Երևի քեզ չպետք է, չէ՞ ասեի սրա մասին։ Ինձ թվում է առանց որևէ բան ասելու էլ Ավետիսը Արմենին կպարգևատրի։
ոչ մի բան պետք չի անել։ Ավելի ճիշտ ես կարող եմ ասել նրան, որ դու տեսնես, թե ես ինչ մեծ ազդեցություն ունեմ նրա վրա։ Չեն էլ։ Ինձ թվում է հիմա ոչ մի բան էլ պետք չի ասել։ Ավետիսն ու Արմենը ճիշտ չեն հասկանա։ Արմենը չգիտեմ, բայց Ավետիսը շատ ճիշտ կհասկանա։ Այս արդեն ուրիշ բան։ Ասմի, հանգստանում ես։ Հա, դուրս եկա մի քիչ մաքուրոտ շնչեմ։ Ես ուզում եմ քիչ խոսենք։ Իհարկե խոսենք։ Ես գիտեմ, որ վերջի շրջանում մենք մի քիչ ենք շփվում։ Օրեր են լինում, նույնիսկ չենք հանդիպում միմյանց։ Բայց ես տեղյակ եմ ու գիտեմ, որ Նվարդի ներկայությունը մեր տանը քեզ մի քիչ խանգարում։ Չէ, ինչ ես ասում, Ավետիս բացարձակ չի խանգարում, ես ինչ շատ լավ եմ զգում։ Ինքը ինձ չի անհանգստացնում։ Ես ոնց որ հասկանում եմ, տանը ինչ-որ բան է տեղի ունեցել, հա։ Նվարդն է քեզ ասել։ Կարևոր չի։ Չէ, ուղղակի ինձ հետաքրքիր է ինչ է ասել։ Ոչ մի կոնկրետ բան։ Ավետիս, ես ուզում եմ, որ դու վստահ լինես, որ այս տանը չկա որևէ մի խնդիր, որը որ ես չկարողանամ հարթել, շտկել կամ լուծել։ Հանգիստ եղիր։ Հանգիստ եմ։ Ինձ համար էլ շատ կարևոր է, որ դու այս տանը քեզ շատ լավ զգաս։ Շնորհիվ քեզ ես ինձ շատ վստահ եմ զգում։ Առավել եւս շատ լավ եմ զգում, որովհետեւ երեխաներիս կողքին եմ։ Շնորհակալ եմ շատ քեզանից, Ավետիս։ Լավ կլիներ մի քիչ էլ մնայիր։ Չենել ջան, արդեն ինչքան ժամանակ է այստեղ եմ։ Երեխան էլ դահայքի մոտ է։ Մեքենան էլ արդեն եկել է, գնամ։ Ուր ես այ աղջիկ։ Բարձացի վերև, լիքը գործ կա։ Նել ջան, Ավետիսին ոչ մի բան չասես։ Մանե դու գիտես, որ դու անուղել ես։ Ուզում եք ես ես ճանապարհեմ։ Չէ, Կարինե ջան, շնորհակալ եմ։ Ես կգնամ։ Դե ինչ Ավետիսին կբարևես։ Հիմա երևի արվեստանոցում է։ Գնանք բարևես։ Չէ, արվեստանոցում չի։ Բաքում Հասմիկի հետ է զրուցում։ Դե լավ, ոչինչ։ Երեկոյան մեկը հանդիպելու ենք։ Լավ գնացի։ Հայկիկին իմ կողմից կպաչես։ Ես այս կշնորհավորես։ Անպայման։ Ես հիմա կգամ։ Խանգարացի։ Ասեցի հիմա կգամ։ Խոսում եմ։ Երկար չսպասեցիր, չէ՞։ Քիչ առաջվա ասածներից մեջ համոզվելու համար։ Տեսնում ես, էլի առանձնացել զրուցում են։ Մամ անիմաստ ու ժամանակից շուտ մի ուրախացի, հա։ Նրանք միշտ էլ երեխաների հարցերը առանձին քննարկում են։ Ինձնից հասնում ես զգուշացնել, ես զգուշացրեցի։ Հիմարություն չանես։ Ուշադիր եղի։ Ընտանիքը չկորցնես։ Ասմիկ, դու այդպես էլ որևէ կոնկրետ բան չասեցիր։ Ավետիս ոչ մի լուրջ բան չկա։ Ուրախ եմ, որ որևէ լուրջ բան չկա, բայց եթե ինչ-որ բան լինի, ինձ անպայման տեղյակ բայ։ Ես քո հետ որոշեցի խոսել, որովհետև ուզում եմ, որ իմանաս։ Այս տունը քո տունն է ու դու չպետք է ստիպված ու լարված ապրես։ Ես շնորհակալ եմ քեզանից, Ավետիս։
Ի շնորհիվ քեզ ես ինձ շատ վստահ եմ զգում այս տանը։ Դու իմ տան անդամն ես։ Ու դու ես մեծացրել իմ երեխաներին, դրա համար էլ ես քեզ պարտական։ Ու դու միակ մարդն ես, ում ես աչքերս փակ կարող եմ վստահել։ Շնորհակալ եմ շատ։ Տիկին Նավարդ կանչել եք։ Կարն է հիմա դու ինձ ուշադիր լսի։ Բոլորերին, որ այստեղ ես լինում, ուշադիր նայում ես Հասմիկին։ Հետևում ես, ուր գնաց, ինչ արեց, ում հետ խոսեց, ու ինձ տեղյակ ես պահում, հասկացար։ Շատ բարի։ Իսկ հիմա կարող եմ իջնել ներքևում գործեր կան։ Գնա։ Մենակ այդ դուռը փակի։ Հիմա այդ երեխաների գալու ժամն է, ես դրան ձայների հավեսը չունեմ։ Լավ։ Եկաք երեխեք ջան։ Այո։ Բարև։ Բարև բարես։ Ինչ կար դպրոցում։ Դե ոչ մի բան, ամեն ինչ սովորական անցավ։ Բայց եթե Լիլիթը սաղ ճանապարհ հեռախոսով չխոսար, մինչև դու միջի չփոկվեր, ավելի լավ կլիներ։ Լավ է, Արսեն։ Միշտ չափազանցնում ես։ Ես ուղղակի ընկերոջս հետ եմ խոսում։ Ես գիտեմ։ Ինձ ասեք դուք շատ դաս ունեք անելու։ Ես ոչ, մի հատ շարադրություն պետք է գրեմ ու վերջ։ Դու։ Ես միայն մաթեմատիկա։ Երեխեք, դուք կանեք դասերը, ես գնամ իմ սենյակն մի քիչ պարկեմ։ Հո բան չի եղել Մորկուլ։ Չէ, բալես ուղղակի հոգնել եմ ուզում եմ մի քիչ մենակ մնալ։ Հաստատ մի բան եղել է ու դու ինձ չես ասում։ Չէ, Լիլիթ ջան։ Ուզում եմ մի քիչ հանգստանալ ու մենակ մնալ, կարելի է։ Հաստատ։ Ուրեմն լսեք ինչ եք անում։ Հիմա գնում եք, պատրաստվում եք, գալիս եք, հաց եք ուտում ու անցնում եք դասերի, լավ։ Պայմանավորվեցինք։ Լավ։ Ես գնամ պարկեմ։ Ես ինձ շատ վիրավորված կացի։ Վերջ դուր։ Սա այն հարցը չի, որի համար պիտի վիճենք։ Դու ինձ Հասմիկի մոտ վիրավորեցիր։ Ինձ կարելի ասել դուրս վռնդեցիր։ Հավատս չի գալիս, որ դու այդպես ես մտածում։ Ինչի մասին էլ որ դուք խոսեիք, ես իրավունք ունեի այնտեղ մնալու։ Մենք միմյանցից գաղտնիքներ չպիտի ունենանք։ Ինչի է ինձ ասեցիր, որ ես գնամ։ Դու դեռ շարունակում ես այդպես խոսել։ Այդ դեպքում ես ասելու բան չունեմ։ Իսկ եթե դու իմ տեղը լինեիր, ինչ կմտածեիր։ Չեմ հասկանում, թե դրանով ինչ ես ուզում ասել։ Վերջ դու ես անիմաստ խոսակցություն։ Ես ուղղակի չեմ ուզում, որ իմ մայրը դառնա այս տան մեջ քննարկման թեմա։ Իսկ ես չեմ ուզում, որ այս տանը այլևս նման խոսակցություն լինի։ Լավ։ Իսկ այդ դեպքում ինչի ինձ ասեցի, որ ես գնամ։ Որովհետև այդ հարցը միայն Հասմիկին էր վերաբերում։ Այնքան կարևոր հարց էր, որ չուզեցիր ինձ անգամ լսել, չէ՞։ Դե բավական է։ Ես հոգնեցի արդեն այս դատարկ խոսակցությունից։ Ու ես չէի ուզի, որ իմ երեխաները այլևս նման խոսակցություններ լսեն այս տանը։ Այդ դեպքում խնդրում եմ։ Նման խոսակցությունների առիթ մի տուր։ Դու դեռ շարունակում ես, հա։ Հա, շարունակում եմ։ Որովհետև ուզում եմ հասկանալ, թե որն է այս տան մեջ իմ տեղը։ Ինչա դեռ չգիտես։ Դու որտեղ պետք է այնտեղ էլ գտնվում ես։
սուրճ ամառապես։ Ես արդեն գնամ։ Անուշ լինի, բայց ինչ ես գնում։ Ասացի արդեն գործեր ունեմ պետք է գնամ։ Այդ վել օֆիս չէ։ Ընկերոդ խաբեցիր։ Չէ, չեմ խաբել։ Իրոք պետք է գնամ օֆիս։ Նոր կարոտել եմ քեզ։ Լիք։ Ես եմ կարոտել, բայց չեմ ուզում, որ հիմա նման հարաբերություններ ունենանք։ Ստում ես։ Ես իրոք պետք է գնամ։ Չլինի ընկերոդ իսկապես սիրում ես։ Դե ինձ ասա սիրելը որն ես քեզ կասեմ։ Նոր դու փոխվել ես, չգիտեմ ինչ, բայց քո մեջ մի բան փոխվել է։ Ապրի այդ աղջկան, կարացել է քեզ իրենը բանի։ Փաստի մնա փաստ, որ դու նախկին կյանքիցդ հրաժարվել ես։ Ժամանակին ասում էիր, որ աշխարհը մի պարտեզ է, որտեղ բոլոր աղջիկները իրենց բույրը ունեն։ Հիմա էլ եմ այդ ասում։ Բայց թե նույնն ես ասում։ Ինչի ես քեզ էլ ցանկալի չեմ։ Այս խոսակցությունը վերջացնենք։ Ես ուղղակի չեմ ուզում քեզ ցավացնել, որովհետև գիտեմ, եթե մեր մոտ ինչ-որ բան սկսվի, ինքը հեռանկար չի ունենալու։ Համարի, որ հավատացի քեզ։ Կհանդիպենք։ Ալո։ Հա Լիլիթ ջան։ Մարգոր, քո սենյակում ես։ Հա իմ սենյակում եմ գալիս։ Էս դու տանը չես, ինչի ես զանգում ինձ հեռախոսով։ Չէ, ես իմ սենյակում եմ։ Իսկ ինչի ես զանգում։ Դե քանի որ տանը մարդիկ կան, լարվածություն կա, իսկ պատերը ականջներ ունեն։ Ինչ ա եղել Լիլիթ։ Մարգորը դի ես քեզ եմ ուզում հարցնել ինչ ա եղել։ Ինչ կռիվ ա եղել, ում պատճառով։ Չհասկացա Լիլիթ ջան, ինչ կռիվ։ Դե ես Նելի ու պապայի խոսակցությունը լսեցի նորից։ Պապայի ու Նելի։ Այո։ Նվարտի ու քո անունն էին տալիս։ Ես տեղյակ չեմ Լիլիթ ջան։ Մարգոր չես ասում ինչ ա եղել։ Դու ասում ես ես լսում եմ Լիլիթ, պատկերացում անգամ չունեմ։ Մարգոր ինչ որ բան հաստատ եղել է, ասա ինչ խնդրում եմ։ Լիլիթ ասում եմ ոչ մի բան չկա։ Չգիտեմ Լիլիթ ջան, ես ոչ մի բան չգիտեմ։ Չեմ հավատում, եթե ոչ մի բան չլիներ, դու տան մեջ չէիր առանձնանա ու հաստատ քո սենյակում չէիր փակվի։ Լիլիթ ջան, ուզում էի հանգստանալ։ Ուղղակի ուզում էի հանգստանալ հոգնածը։ Մարգոր, ես գիտեմ, դու չես ասում, որ տան մեջ խնդիրներ չառաջանան, բայց ես մեկը կիմանամ ինչ ա եղել։ Լիլիթ, դու սխալ ես մտածում, ոչ մի բան չկա, բալես։ Մի ասա Մարգոր, բայց ես գիտեմ, նրանցից մեկը քեզ վիրավորել է։ Ինձ ով կարող է վիրավորի։ Ինձ ոչ ոք չի կարող վիրավորի։ Դու ավելի լավ է դասերովդ հա զբաղվի։ Լավ։ Հոգնել է մարդն ամեն ինչից։
Ես ինձ շատ վատ եմ զգում։ Դե ես երևի թե ինձ սխալ պահեցի։ Դու երևի չես էլ նկատում, որ վերջերս շատ նյարդային ես դարձել, չէ՞։ Առանց առիթի կռիվներ ես ընտրում։ Անգամ ինձ հետ։ Ոչ մի կերպ չես ուզում հասկանալ ինձ։ Դու երևի ճիշտ ես։ Դա ազդում է մեր հարաբերությունների վրա։ Ես կփորձեմ վերահսկել ինձ։ Ու ավելի ուշադիր կլինեմ։ Տեսնենք։ Արմանի ծրագիրը ընդունել են։ Մանեն ցերեկը այստեղ էր ասեց։ Հա, դա Արմենի համար մեծ հաղթանակ է։ Մանեն շատ էր ուրախացել։ Ես էլ էի շատ ուրախացել։ Ու իդեպ ասեց, որ երեկոյան գնալու ենք միտեղ նշելու։ Ու իդեպ ես ուզում էի քեզ դրա մասին ասել, բայց չստացվեց։ Ես շատ կուզեի, որ մենք գնայինք։ Դե գիտեմ, որովհետև լարված եմ, չեմ կարողանում կենտրոնանալ, ինչ-որ մի բան անել։ Իսկ ցրվելու համար ամենալավ տարբերակը դա տնից դուրս գալն է։ Այդ դեպքում անպայման կգնանք։ Եսով է։ Այ ախպեր, ինչ ես դες մենակ մոլորված կանգնել, արի ստեղ։ Ինչ։ Ասում ենք արի, տեսնենք ով ես։ Դրոշ։ Խոբան չի պատահել, ինչով կարանք օգնել, խո բենզինը չի պրծել։ Չէ Այրիկ ջան, ուղղակի ասեցի կանգնեմ մի քիչ մաքուր ջնջեմ։ Հաստատ ամեն ինչ նորմալ է։ Հաստատ։ Դե որ բան չեղե, արի մեզի կօգնես։ Երեմա կերած խմած տղա ես, բլակները տեղը, կօգնես մեր ղադրն էլ կիմանաս։ Կմնաս հաց կուտենք, իմ քաշած արաղիցը մի բաժակ խմենք ես մաքուր օդին, կգնաս քո քաղաքը։ Տվեք։ Թերևմա իսկականից ուզում ես լապատ կեմպրնես։ Առախպիչ։ Աղվան, բայց քաշածը տարաղը օրակարգի մեջ մտնում, հա։ Այդ տղա գործը տարա, գործը, աղվանը, օդի մեջ կրակողը չի։ Ամրես Վալոդ ջան, այս աղմախն է գիտի իրա թայն ենք։ Ես մեր քաղաքից եկած աղբորը հիմա միադրնես պատիվ տանք որ։ Բայց հլը գործը։ Դա ոնց։ Կներեք։ Ինչ է եղել։ Քիչ առաջ Մայան էր եկել, խնդրեց, որ սա ձեզ տամ։ Եթե ես նույնիսկ չճանաչեի Արմենին, միևնույնը շատ կուզենայի նրա նման մասնագետ ունենալ իմ կազմակերպությունում։ Շնորհակալ եմ։ Շնորհավորում եմ։ Շնորհավոր։
Ասում եմ, որ այսպես շարունակվի, միգուցե ավետիսը քեզ մի օր էլ բաժնետեր դարձնի։ Նայլի։ Ինչ է։ Սիրում եմ։